Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Արամ Օրբելյանի հետ, Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր եւ միջազգային իրավունքի մասնագետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Օրբելյան։ Այս պահին մեր զրույցի պահին իրավիճակը լարված է Մայրաթորում, Վեհարանում, գիտենք իրավապահները փորձել են ներխուժել Վեհարան, դրանից առաջ Շիրակի թեմի առաջնորդարան էին գնացել եւ փաստորեն ի կատար է ածվում Նիկոլ Փաշինյանի սպառնալիքը ուղղված կաթողիկոսին, ինչպես Փաշինյանն էր գրել, նա պետք է հեռանա, եթե ոչ դա կանի հավատավոր հոտը, բայց այս դեպքում փաստորեն գործ ունենք իրավապահ մարմինների հետ, նրա հանձնարարությամբ իրավապահները ինչ որ գործողություն են իրականացնում, նաև չեն դադարել հնչել եկեղեցու զանգերը Մայրաթորում, Երևանում կարծես իրավիճակը հասունացել է, նախ գնահատական կատարվողին։ Բարև ձեզ, գնահատական կոնկրետ կատարվողին տալ բավականին բարդ է։ Mən կբացատրեմ ինչի։ Ակնհայտորեն մենք ես որպես իրավաբան, որպես փաստաբան փորձեմ նկարագիրը տամ, ըստ էության մենք լրջագույն խնդիր ունենք իրավապահ համակարգի անկախության եւ մարդու իրավունքների պաշտպանության լույսի ներքո։ Հիմա փորձեմ բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Մենք տեսնում ենք գործադիր իշխանությունը զբաղեցնող մարդկանց կողմից ակնհայտ օրենքների խախտումներ, ակնհայտ հանրային ծառայողի էթիկայի կանոնների խախտումներ, անթույլատրելի բառապաշարի օգտագործում եթերում կամ սոցիալական մեդիայում, անթույլատրելի ձևակերպումների օգտագործում, սա միայն էթիկական հարց չի, դες կբռնեմ, նրան կբռնեմ, եւ ամենակարևորը մենք տեսնում ենք ուրեմն իրավապահ համակարգի որպես զենք օգտագործում, weaponization բառ կա, այսինքն ինչա ամբողջ խնդիրը, ամբողջ խնդիրը կայանում է ոչ թե նրանում, որ հարուցվի քրեական գործ, նախատեսվի քրեական հետապնդում, իրականացվի դատավարական գործընթաց, ներքնչական գործողություններ եւ այլն, այլ խնդիրը նրանում է, որ մեկին գնանք պարկասնենք, բռնենք, նկարենք ու ինչ որ տես ցույց տանք զավեշտալի կադրեր։ Սա ինքնին արդեն իսկ պրոբլեմատիկ է, որովհետև մենք տեսնում ենք ոչ թե քննչական գործողություններ, այլ քննչական գործողությունների պատրանք, մենք տեսնում ենք ինչ-որ պրոցեսներ, որտեղ ինչ-որ բան ենք նկարում, նկարը ցույց տանք, հետո տեսնենք ինչ կլինի։ Մոտավորապես եթե տենց անալոգիա բերենք, ինչ վատ անալոգիա է, նույնական չի, բայց տենց տուշոն կա երկուս, հա, որովհետև շատերն էին օգտագործում։ Ինչի եմ ասում լավ անալոգիա չի, որովհետև տարբեր երևույթների մասին է, տարբեր իրավիճակների մասին է, տարբեր նկարահանումների մասին է, բայց երկուսի նույնությունը կայանում է նրանում, որ ոչ թե մենք քննարկում ենք իրավական հարց, ոչ թե քննարկում ենք բովանդակություն, այլ փորձ է արվում տեսանելի ինչ-որ բան պատկերներով եւ անվանումներով ստանալ արդյունքներ։ Վերջին ձերբակալություններից մի երկու օրինակ բերեմ։ Հայտնաբերվել են ամրաններ, արմատուրա։ Հետո մեկ էլ նկարը տեսնում ենք, որ դա ոչ թե ամրաններ, այսինքն երբ որ լսում ենք հայտնաբերել ենք ամրաններ, միանգամից չենք պատկերացնում, ունենք կադրերը։ Զուգահեռ ենք տանում 2008 թվականի հետ, երբ որ ցուցարարները, որոնք որակվում են որպես խաղաղ գործող իշխանությունների կողմից, ամրաններով, որոնք փոկել էին կողքի շինարարական օբյեկտների, ջարդում են, խփում են։ Այսա սրա հետ է հենց համադրվում։ Նիկոլ Փաշինյանի սիրտը փառավորվում։ Այո, երբ որ մենք դիտարկում ենք այդ հաջորդ, գտել ենք ձողեր, փորձում ենք հասկանանք ինչ ձողեր են գտել։ Հիմա կարող է ինչ-որ մեկի մոտ էլ ինչ-որ ոչ թույլատրելի բան էլ գտնեն, դրա մասին չի խոսքը, որտեղ խոսքը գնում է տասնյակ 90 խուզարկություններ անընդհատ էլի, այսինքն հա տարբեր հասցեներ, տարբեր վայրեր, գտել ենք ձողեր, հետո պարզվում է այդ ձողերը ընդ որում գտել են ինչ-որ թաքստոց կոչվող տեղում կամ ինչ-որ տենց թաքցված տեղում, հետո պարզվում է, որ այդ թաքստոցը դա ասենք օրինակ ավտոտնակ է, կամ ճուլանն է, կամ պահեսն է, կամ ինչ-որ խորդանոցն է, կամ ինչ-որ մի սենյակ, իսկ այդ ձող կոչվածն էլ մաքրելու այդ բանի, հա, այդ տարբեր հատակը մաքրելու փայտի ձողն է։ Կամ ասենք պատուհանները մաքրելու այդ բան կա հատուկ, դրա ձողն է։ Ասում են գտել ենք բանը, թաքստոցում գտել ենք գամեր։ Ասում ենք լավ, այդ ինչ ա եղել, ինչ թաքստոց է, որտեղ են գտել գամեր։ Հետո մեկը փորձում ենք վերենք նորմալ լեզվից, ստացվում է, որ ավտոտնակում գտել ենք մեղ։ Իսկ ում ավտոտնակում դա չկա։ Մեկ կես կատակ, կես լուրջ, ասի խոհանոցում էլ դանակ կա, ինչ որ մեկի փայտանոցում հնարավոր է, կացին կա, ընդհանրապես սառը զենք ունենալը ընդհանրապես խնդիր չի, խնդիրը դա օգտագործել, դա կրել,
եւ այլն։ Հա, այսինքն այստեղ մենք տեսնում ենք ակնհայտորեն ինչ որ process դեմոնիզացիա։ Հետո զենք են գտել։ Մեկ էլ տեսնում ենք այդ զենքերի մեջ ինչ որ մեկ էլ հենց նկարի մեջ կա թույլտվություններ։ Միանգամից տպավորությունն է, որ այդ զենքը ապօրինի է, զենքը ինչ որ process է։ Ընդ որում այդ զենքերը ձեռք են բերվել վաղուց, զենքերը ոչ մի կապ չունի գործընթացի հետ, որ սորդական հրացաններ են։ Կերկնում եմ, կարող է լինի դեպքեր, որ մեկի մոտ է լինի ոչ իրավաչափ ինչ որ զենք իր գույք, որտեվ հարյուրների հա բացում։ Ընդ որում դա էլ հարց է կլինի արդյոք հայտնաբերված, թե փորձել են բերեն գցեն, հետո հայտնաբերեն եւ այլն։ Սա լրիվ ուրիշ խնդիր է, որ պետք է քննարկվի։ Բայց երբ որ մենք խոսում ենք ահաբեկչություն, իշխանության զավթում եւ մեծ խումբ, հանցավոր խումբ, ինչ որ ենթատեքստերով կամ համարյա բաց տեքստերով փորձում են զուգահեռներ տանել հոկտեմբերի 27-ի հետ, ենթադրվում է, որ պետք է գնդացիրներ լինեն, նռնակներ լինեն, այդ զենքերը պետք է լինեն շատ, լինեն լիքը մարդկանց մոտ կամ այդ զենքերը, այսինքն լրիվ ուրիշ պատմության մասին է խոսքը, լրիվ ուրիշ պատմության մասին։ Հիմա ինչա տեղի ունենում, ինչ որ մենք տեսնում ենք, որ փորձ է արվում պատկեր ստեղծել, ընդ որում սա առաջին դեպքը չի։ Ամեն անգամ, երբ որ իշխանությունները պետք է ինչ որ մի բան զիջեն, եւ ռեյտինգը հատում է հնարավոր անտի մակարդակներից ավելի ցածր, ասում են ինչ անենք, կարող ուշադրություն բացենք նոր ուրեմն լրահոսը ու տեսնենք, արդեն որ երրորդ դեպքն է, որ ինչ որ տերմինոլոգիայով իրանց ասեմ ճակերտավոր, հա, տերորիստական խումբ են բռնել։ Հա, ինչ որ մեկ անուններ են տալիս, ինչ որ էս մեկը ռուս, ընդ որում շատ հաճախ են Ռուսաստանից։ Վերցրեք հաճախ չէ, որպես Ռուսաստանից, ռուսացի կապով։ Հիմա վերցնենք նայենք Լատինական Ամերիկան, վերցնենք նայենք ասենք Աֆրիկան, կախված այդ տարածքում խորհրդային միություններ պատմության ընթացքում ուժեղ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր դիրքեր ուժեղ կամ կոմունիստների դեմ էին պայքարում մոտավորապես նույն եղանակով կամ կապիտալիստների դեմ էին մարքսիստները պայմանավորում նույն եղանակով։ Հետևաբար կներեք ավարտեմ այստեղ խնդիրը հետևյալն է։ Մենք քրեադատավարական process-ների հետ որևէ առնչություն չունեցող գործընթացի մասնակից ենք։ Երբ որ մենք կարդում ենք, որ հանցագործություն անելու համար ձեռք է բերել Երևանի քարտեզը կամ այսինքն նմանատիպ ձևակերպումներ, ճիշտ է, պնդում են, որ պետք է կոմպլեքս նայել, ամբողջությամբ նայել, բայց մենք տեսնում ենք, որ երբ որ փորձ է արվում, եթե ընդունենք, որ այդ ինչ որ մասը ճիշտ է այդ գրածների, հա, դրա մեջ ոչ մի հանցավոր արարք չկա, որովհետև երբ որ մենք տեսնում ենք մեղադրանք, որ ասում այ անցած տարի փորձեցին օրինական չեղավ, հիմա անօրինական, ասում ենք, բայց անցած տարվա ու այս տարվա միջև տարբերություն չկա։ Այսինքն անցած տարվա ու այս տարվա միջև մի քիչ ավելի կազմակերպվածության էլեմենտն է բարձրացել։ Մարդիկ ինչ որ process եղավ, միգուցե արդյունավետ չեղավ, բայց օրինական էր, հիմա էլ է օրինական։ Իրանք են հենց տարածում տարբեր հրապարակումներ, այդ ձայնագրություններ, որոնք չգիտենք էլ ճիշտ է թե չեն հասցրել դեռևս համադրենք, բայց այդ ձայնագրություններում, ասենք նույն եթե մենք վերցնենք այս վերջին ձերբակալությունները, սրբազան շարժման հետ կապված օգտագործվում է, որ լինելու է impeachment-ով։ Հիմա վերադառնանք եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացին։ Ուրեմն քաղաքացիները պետք է լավ պատկերացնեն ինչի մասին է խոսք գնում։ Կամ մասնավոր կառույց։ Մասնավորը շատ կարևոր է, սահմանադրության մեջ նշված է, բայց մասնավոր կառույց է, որը ունի իր կանոնները։ Դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, որը ունի իր կանոնագիրքը, եւ որպես իր կանոնագիրք ունի իր ներքին process-ները, հա, ոնց են կընտրել։ Կարգավորումները։ Հիմա մենք տեսնում ենք պետության միջամտությունը մասնավորի գործերին անընդհատ եւ ամենտեղ։ Սա շատ կարևոր է, որ եկեղեցին է, մասնավոր բիզնեսներն են, տարբեր գործընթացներ փորձենք օրինակներով գալ։ Այսինքն հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի կանոններ, կառավարությունը որոշում է, որ ինքը ասելիք պիտի ունենա, ով ընտրվելու եկեղեցու առաջնորդ։ Այդ նույն մարդիկ չէին ասում, որ Հայաստանի համար արժեք է նաև հայ կաթոլիկ եկեղեցին եւ հայ ավետարանական եկեղեցին։ Այսինքն Հռոմի Պապին ընտրելուց առաջ պիտի գան հարցնեն։ Ես անալոգն եմ ուզում ասել, որ պատկերացնենք, շատ կարևոր է։ Այսինքն մենք առաքելական եկեղեցու ներողություն, ավետարանական եկեղեցու առաջնորդներ պիտի գա հարցնի։ Միգուցե կյանքի խոսքը եւ Եհովայի վկաները, երբ որ առաջնորդ են ընտրում, իրանք էլ պիտի գան հարցնեն կառավարության։ Այսինքն այստեղ կրոնի ազատությունը ուր կորավ։ Լավ է, մասնավոր գործերին չխառնվելու ազատությունը ուր կորավ։ Պետությունը գործը չի նկարահանել, տեսանկարահանել եւ մենք շատ կարեւոր մի հատ խնդիր պետք է անցալենք, որ պետությունը այդ ԱԱՑ-ը ոնց որ նորմալիզացիա է տեղի ունեցել։ Իրավունք չունի նկարել մարդկանց անձնական կյանք։ Չեմ ուզում քննարկեմ, դա ոնց որ հարիր չի հիմա քննարկենք, կուսակրոն են, կուսակրոն չեն, ով ում հետ ինչ է եղել։ Հարիր չի հիմա մենք եթերում դա քննարկենք։ Որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ
իրավունք էլ չունեմ, անունը դնեմ, ինչ էլ չունեմ, հա չպետք է դա դառնա քննարկում։ Շատ կարևոր է, որ երբեմն կարծում են եկեղեցի պետք չի Աստծո հետ շփվելու համար։ Դա հայ առաքելական եկեղեցու կանոնին է հակասում։ Դա դասական բողոքականության կանոնն է։ Այո։ Հիմա չեմ ասում մի եղեք բողոքական։ Եթե բողոքական եք, ասեք բողոքական ենք։ Մի պնդեք, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, բայց ձեզ հայ առաքելական եկեղեցին պետք չի կրոնական ծեսերի եւ Աստծո հետ շփվելու համար։ Եվ ավանդույթի եւ հավատքի դաշտում, դավանանքի դաշտում։ Սա ոնց այս տարբերությունները պետք է լավ պատկերացնենք։ Ճիշտ է, սովետական 70 տարի ենք ունեցել, որի շրջանակներում Հայաստանի տարածքից գալի հատվածում եկեղեցու դերը բավականին ցածր է եղել, որովհետեւ հիմա ինչ որ տեղի ամենում մոտավորապես 30-ականներին սրա սկսել է եւ ավարտվել է եկեղեցականների ձերբակալություններով, աքսորներով, գնդակահարություններով եւ այլ process-ներով։ Հիմա մենք ասում ենք լավ, ու չենք ունեցել այդ տրադիցիան որոշ ժամանակ, հիմա փորձում ենք վերականգնենք։ Այդ եկեղեցին գնալը, պատարագը ընդունելը, հաղորդում, այսինքն գործընթացները պետք է անցնի ժամանակ, որ դառնա մեր մշակույթի մասը կրկին ամբողջությամբ։ Ոչ միայն մշակույթի, այլ հավատքի եւ հասկանում եմ, ինչ եք ասում, պարոն Օրբելյան, գանք օրվա իրադարձություններին ակնհայտորեն արդեն առանց թաքցնելու Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ստատուսով հրահանգ է տալիս, իրավապահ համակարգը կատարում է այդ հրահանգը։ Հիմա 2 օր առաջ բառացիորեն էլի Մայրաթորի մասով իր գրառումն արել էր, այսօր տեսանք փաստորեն վեհարան իրավապահների մուտքը փորձը այդ քաշքշոցներ ուղղակի անտանելի եւ խայտառակ տեսարանը հոգեվորականներին թիրախավորելը իրավապահ համակարգի յուրաքանչյուր ներկայացուցիչ, ով այսօր ասում է, որ ինքը հրահանգ է կատարում, ինչ պիտի մտածի ու ինչ պիտի իմանա։ Ուրեմն մի քանի կետի բա անդրադառնանք, էլ իրավապահ համակարգի մարմինները պարտավոր են կատարեն հրահանգները, որոնք համապատասխանում են օրենքին։ Պարտավոր են չկատարել հրահանգները, որոնք չեն համապատասխանում օրենքին, եւ պարտավոր են կատարել իրենց լիազորությունները, երբ այդ հրահանգները ապօրինի են։ Այսինքն համապատասխանաբար սկսած հաղորդում ներկայացնելուց բրծած քրեադատավարական կամ հարկադրանքի միջոցներ կիրառել այն անձի նկատմամբ, որ նման հրահանգ տալիս է եւ պնդում են նման հրահանգի կատարելու անհրաժեշտությունը։ Ոնց որ շատ էլի ասենք Facebook-ով հրահանգ տվեց, Facebook-ով չտվեց։ Իրականում հրահանգը Facebook-ով չի տրվել, Facebook-ում ուղղակի դրա շղարշն ապահովել, այս պլանը մշակվել, գծել, պլանավորվել, կատարվել է։ Հա, սենց, այսինքն հիմա թե դա հեռախոսով, ներքին կապով, գրավոր մալբրիով է գրել, ոնց է գրել, դա ուրիշ հարց է։ Շատ կարևոր է, որ մենք նորից պատկերացնենք, որ իրավապահ համակարգը չի ենթարկվում վարչապետին որպես տենց մարդ, այդ պաշտոնի նստած մարդուն, ենթարկվում է օրենքին, օրինականությանը, պետք է տենց այդպես լինի։ Եվ շատ կարևոր է, որ շատ հստակ հասկանանք, որ վարչապետը չունի լեգիտիմացման որևէ գործիք։ Այն որ պնդում են, ժողովրդի իշխանություն, ժողովուրդ չէ, ժողովուրդը վարչապետ չի ընտրել։ Այդ падգամավորները պետք է հասկանան, որ իրանք են ընտրվել են թե չէ, չեմ ուզում քննարկման առարկա։ Ֆորմալ առումով։ Եվ այո, падգամավորները միշտ կարան դավաճան եւ սրիկա վարչապետի պաշտոնակատար պաշտոնը զբաղեցնող մարդկանց հեռացնեն։ Դատախազը պարտավոր է քրեական հետապնդում հարուցի եւ ոչ թե ասի ես ենթարկվում եմ։ Այսա մտայնության խնդիր է, իրավապահ համակարգի, դատական համակարգի մտայնության խնդիր է։ Մենք նորից շատ կարևոր է, մենք պետք է հասկանանք, որ միասնականության խնդիր ունենք օրինակ, հա, այսինքն հիմա ոչ թե պետքա լինի այն, որ հեսա մենք բանա, պետքա իշխանություն փոխվի, ասենք, հա, պայմանական ես գամ իշխանության, նրանց պատժեմ, նրանք գան իշխանության, ինձ պատժեն, չէ, մենք պետք է ապահովենք միասնականությունը։ Հետևաբար իշխանափոխությունից հետո պետքա լինի անցումային process, որի ժամանակ իրավապահ համակարգի բոլոր մարմինները պետքա անցնեն խորքային լյուստրացիա, որի ժամանակ պետքա շատ հստակ հրապարակային արձանագրվի ամեն մեկի դերակատարումը, տրվի դրան քաղաքական, հասարակական գնահատական, բայց պետք է այդ մարդիկ մինչև կյանքի վերջը ամոթում, այսինքն չի նշանակում, որ պետք է բոլորը բանտարկվեն, ազատազրկվեն, բայց պետք է զրկվեն համապատասխան պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից, որովհետև եթե ոստիկանը պետք է անդադ ասի հրահանգ եմ կատարում դրանով իսկ ուժեղացնելով դիկտատուրան Հայաստանի Հանրապետությունում փոխանակ նպաստի ժողովրդավարության կայացմանը, որպեսզի ժողովուրդը իր իշխանությունը կարողանա իրականացնի սահմանադրությամբ սահմանած ընթացակարգերով, այդ թվում նաև հանրաքվեների միջոցով, այդ թվում նաև հանրահավաքների միջոցով, այդ թվում նաև ընտրությունների միջոցով, եւ իրանք փորձում են ճնշել այդ ամենը։ Հետևաբար գործում է մոտավորապես հետեւյալ կանոնը.
Դուք ցանկանում եք իրականացնել իշխանափոխություն, մի բան, որը բազմաթիվ մարդիկ բաց տեքստով ասում են այո, հետեւաբար դուք արգելված չի, ոչ միայն արգելված չի, ոչ միայն արգելված չի, երաշխավորված է, որովհետև իշխանափոխություն բառը իշխանության կրողի ժողովրդի կամահարտության արդյունքում ոնց որ ժողովրդի ծառաների փոփոխությունն է։ Այն մարդիկ, ովքեր կոչված են ծառայելու ժողովրդին, ովքեր կոչված են ապահովելու ժողովրդի բարեկեցությունը։ Այնինչից սիրում են խոսել Փաշինյանը։ Պարոն Օրբելյան, խորքը գանք, հա, այս process-ների, այն որ իշխանությունը մինչև վերջ ատամներով փորձելու է պահել իր աթոռը, դա ակնհայտ է, դա նոր չէ, դա բոլորս գիտենք, հիմա դրա դրսևորումները տեսնում ենք, բայց թիրախու մայր աթոռն է, ինչու հայտնվեց մայր աթոռը Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում, եթե նա 7 տարի ժամանակ ուներ որպես իբրև թե հայ առաքելական եկեղեցու հետևորդ իրեն հետաքրքրող հարցերը նաև ուղղելու անձամբ կաթողիկոսին, որի հետ նախկինում ուներ ի պաշտոն է, հա, կոնտակտ եւ այլն, ինչ որ մի փուլից խզվեց այդ ամենը, հիմա ինչ կա սրա տակ իրականում, ինչ է կատարվում։ Քաղաքագիտական գնահատականը ես չտամ, որովհետեւ դա ավելի շատ քաղաքագիտական դաշտում է, մի ենթադրություն կարող եմ անել, բայց մասնագետները կարող են ուղղակի քանի որ գործող իշխանությունը այդպես էլ չի դարել իշխանություն, այլ իշխանությունը զավթած խմբակ է, համապատասխանաբար պետք է ճակերտավոր թշնամիներ։ Քանի որ արտաքին թշնամիներ չկան, բոլորի հետ խաղաղ ենք, հաշտ ենք, խաչմերուկում ենք ապրում, առնվազն իրենց բնդումներն եմ ասում, համապատասխանաբար պետք է թշնամիներ ներսում եւ համապատասխանաբար ինչ որ ցանկացած ինստիտուտ, որը դուրս չգա, դրա դեմ պետք է ուղղվեն։ Բոլոր կազմակերպությունները, բոլոր հասարակական կազմակերպությունները, բոլոր մասնավոր բիզնեսները պիտի իմանան, որ սա նշանակում է մի բան, որ վաղը կարող է ասի, այս կազմակերպության տնօրենը իմ դուրը չի գալիս, պետք է փոխեմ։ Նույնն է, շատ սա թվում է թե տարբեր բաների մասին ենք խոսում, թվում է թե տարբեր Ինչու հեծը օրինակ։ Հեծը ոչ միայն տնօրենին փոխեմ խլեմ, բայց ու պատկերացրեք, ես խլելու մասին չեմ միայն ասում։ Գալիս եմ, ասում եմ 5-րդ ալիքի ընկերության տնօրենը դուրս չի գալիս, որոշել եմ փոխեմ։ Լավ, նորությունները լավը չեն։ Այս հաղորդումը, որ նկարում եք, դուրս չեկավ, ինչ որ սխալ հաղորդումներ եք նկարում։ Շատ կարևոր է, որ այդ մասերին շատ པարզ պատկերացնենք ինչա կատարվում, որովհետև տպավորություն է, թե այնտեղ ինչ որ տենց կաթողիկոսի հետ կռիվ է։ Կաթողիկոսը հայ առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդն է, ով նշանակվել է ներքին, բացի դավանաբանական հարցերից, նաև մասնավոր իրավական դաշտում նշանակվել է համապատասխան ընթացակարգերի արդյունքում։ Այդ ոնց ստացվեց, որ եմի նշանակածը որոշել ես, որ կարող ես հեռացնել եւ իշխանությունը օգտագործում ես նրա դեմ, իսկ երբ որ քեզ են ուզում հեռացնել, դու բոլորին համարում ես հանցագործ եւ փորձում ես կալանավորել։ Այս սա է ֆունդամենտալ խնդիրը։ Եվ пассивությունը չի բերելու լուծման։ Մենք նորից մարդու իրավունքները, պետության пассивությունը մասնավոր կյանք չմիջամտելը, պետությունը չպետք է միջամտի եկեղեցական դավանաբանական հարցերին։ Պետությունը ոչ մեկի մտքով չի անցնում, չէ՞ որ խոսում են կուսակրոնա չի, բարեկամ ունի թե չունի, իսկ որտեղից է այդ ինֆորմացիան։ Բոլորը հիմա ասենց ենթադրաբար ասում են դե ԱԱՑ-ն հայտնաբերել, իսկ ԱԱՑ-ն ինչ իրավունք ուներ, մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկատվություն հավաքի։ ԱԱՑ-ն ինչ իրավունք ունի, ձեր, իմ, բանի, օպերատորի, ձայնային օպերատորի, փողոցով քայլող մարդկանց կյանքի մասին ինֆորմացիա հավաքի։ Այս սա այն կենտրոնական խնդիրն է, որ մենք ոնց որ մեզ թվում է, թե դա նորմալ գործընթաց է։ Ոչ իհարկե։ Իհարկե դա նորմալ գործընթաց չի։ Մենք անհատական տվյալների պաշտպանությանը դեռևս ամբողջական ընկալումը չունենք, դրա կարևորությունը չունենք, բայց պետական մարմինները իրավունք չունեն ուղղակի որոշել հետևել քաղաքացիներին։ Սա եւ եվրոպական դատարանի լրջագույն պրակտիկա կա, հա, այդ օպերատիվ հետախուզական եւ ոչ օպերատիվ հետախուզական տեղեկատվություն հավաքելու մասին, եւ կա սահմանադրական մեր սահմանադրությունից բխող մի սահմանադրական դատարանի որոշումներ եւ կա մի շարք այլ միջազգային, ասենք ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների կամ պակտերի մեկնաբանություններ։ Այսինքն պետությունը չի կարող եւ չպետք է հավաքագրի այդ տեղեկատվությունը։ Առնվազն մենք չպետք է համարենք, որ այդ տեղեկատվության հավաքագրումը նորմալ գործընթաց է, այլ ինձ ոչինչ որ հավաքեցին, ինչ եղավ։ Կրկնում եմ, չեմ պնդում ճիշտ է թե սխալ է։ Fake է թե իսկական է։ Ես ընդհանրապես այն փաստը, որ կարող է ինչ-որ մեկի մոտ լինի այդպիսի ինֆորմացիա, կամ քննարկում, կամ զեկուցած լինեն նմանատիպ տեղեկատվություն, ինքնին արդեն խնդրահարույց է։ Պարոն Օրբելյան, արտաքին պատվիրատու կա այս գործընթացներում, որովհետև համընկավ Նիկոլ Փաշինյանի գրոհը մայրաթոռի դեմ Ադրբեջանի հոգերու առաջնորդի հայտարարությունների հետ, համընկան այս ռեպրեսիաների ալիքը նոր թափ հաղորդվեց դրան, երբ նա Ստամբուլում էր,
Կարող է կա, կարող է չկա։ Դրանից չի փոխվում գնահատականը։ Ընդ որում հիմա որ են կոմինել հարցնենք, ասելու այստեղ էլ ռուսներն են, հա, ինչ որ դա էական չի։ Կարող է կա, կարող է չկա, էական չի։ Ինչի եմ ասում էական չի, որովհետև եթե դա արտաքին պատվիրատու չունեցավ եւ այս նույն բանը տեղի ունեցավ, չենք ասելու, այ լավ ոչինչ, դա արտաքին պատվիրատու չկա, թող իրականացվի։ Եթե արտաքին պատվիրատուներ կան այս գործընթացի, ինչի հավանականությունը շատ բարձր է, ես բազմաթիվ անգամներ եմ նշել, որ լրիվ հիմքերը կա պնդելու, որ կառավարության մի շարք բարձրաստիճան անձինք, նո պաշտոն զբաղեցնող մարդիկ փաստաթղթով, ռոճիկով այդ բառը օգտագործեմ էլի գործակալներ են։ Մի քանի անգամ եմ ասել, մի անգամ չեմ ասել բազմաթիվ, սկսած Արարատ Միրզոյանի այդ օմեգա լինել, չլնել, չհերկվելու հանգամանքից ավարտած մի շարք այլ հանգամանքներով, բայց եթե նույնիսկ չկա, դրանից այս գործընթացը չի դառնում ավելի պրոհայկական, ավելի արդար, ավելի ճիշտ։ Խնդիրը վերջին հաշվում հասարակության առողջացման մեջ է։ Հասարակության առողջացումը հնարավոր է անել բացառապես անձնական օրինակով։ Չի կարելի օգտագործել ամենակեղտոտ բառապաշարը, ընդ որում եւ անձը եւ իր զուգընկերուհին կամ անուն ինչ ուզում են դնեն, այսինքն մեր հարկերի հաշվին ապրող ինչ որ տիկինը, երեխաների մայրը ենթադրաբար, ու այսինքն չի կարելի, հա, այդ ամբողջը ինչ ուզես գրես ու ասես, բայց հասարակությունը ախր լավ չի։ Չի կարող լինել հասարակական ֆինանսների հաշվին, այսինքն ձեր վճարած հարկերի հաշվին, մեր վճարած հարկերի հաշվին, ինչ որ դասընթաց, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի հաշվին, եւ այս գործընթացը ինչի է հենց տվյալ անձը իրականացնում, ճակատավոր ասած, այդ դասընթացը պարզ չի։ Այսինքն չեմ ասում ինձ տվեք ես անեմ։ Բազմաթիվ լրջագույն հասարակական կազմակերպություններ եւ գործիչներ կան։ Եթե պետքա կրթենք ժողովրդին, որ լավ պատկերացում ունենան հայոց պատմության, Հայաստանի միջնադարի նոր ժամանակների քաղաքակրթական հարցերի, միջազգային հարաբերությունների մասին, խնդրեմ, կան մասնագետներ։ Այդ մասնագետները կարելի է անել, Պրոբլեմը նրանում է, որ մասնագետներին է հավակնում կրթել սույն տիկինը։ Դե հիմա նորից դրա համար այստեղ նույնիսկ ես Աննայի մասով չեմ ասում, ավելի գլոբալ, ինքն էլ է կարդում, Աննան էլ է կարդում, ինչ որ մարդիկ են գնում, ընդ որում պարզ չի, ոնց են չգիտեմ, ես որ ուզեմ գնամ կրթվեմ, կկարողանամ, չեմ կարողանա ում դիմեմ դրա համար։ Այս իրականում կես կատակ, կես լուրջ է թվում, բայց սա լրջագույն խնդիր է։ Հանրային ֆինանսների մակարդակում այս հարցը չենք պատկերացնում։ Ինքը նորից մեր աշխատողն է, չունի նույնիսկ առաջնային լեգիտիմացում։ Իրան ընտրել են ազգային ժողովում, որպեսզի ինքը լինի վարչապետ ղեկավարի կառավարությունը։ Ազգային ժողով իրան ընտրել է, այդ մասով բան չունեմ ասելու։ Հա ոնց կամ ըստ էության, քանի որ 50%-ից ավել է նշանակվել է, բայց խնդիրը հետևյալն է, ինքը չի նշանակում, որ ինքը պետական բյուջեի հետ կարող է վարվի այնպես, ինչպես իր անձնական բյուջեի հետ։ Եվ գնա վերցնի 7 միլիարդ պարկ, հետո ասել է դուք կվճարեք, ոչինչ։ Այստեղ փողոց եմ ուզում, այստեղ փողոց չեմ ուզում։ Ուզում եմ այս փողը տամ այս մեկին, այս մեկին փող չեմ ուզում տամ։ Վերջին հաշվով պետական բյուջեն դա բոլորից փողերն է։ Եվ երբ որ պետական բյուջեով պետք է իրականացվի գործառույթ, քաղաքական, հասարակական, քաղաքակրթական, դա պետք է իրականացվի օրենքով սահմանված ընթացակարգերով եւ համապատասխանաբար պետական բյուջեի այդ ծախսերը չեն կարող լինել, ինչ ասեմ, չեմ ասում որտեղ, չեմ ասում ինչքան, գաղտնի են, չեմ տեղեկացնելու եւ կրկնում եմ, պարզ չի, ինչի է պետական բյուջեն ֆինանսավորում կոնկրետ մի տիկնոջ, կոնկրետ մի կազմակերպության կամ մի անհատի։ Էլի խոսքը չի գնում նույնիսկ օպոզիցիա, ոչ օպոզիցիա։ Լիքը այլ մարդիկ կան, որքեր կարող են Օրբելյան, թե այնինչ դուք ասում եք, Նիկոլ Փաշինյանը դրան անուն էր չտվել, պոզով կոչով կենթանի կոռուպցիա։ Նայեք, որ կոռուպցիան վխտում է, դրա մասին չեմ էլ ուզում քննարկեմ, որովհետև դրա թաքցնելու եղանակը հետևյալն է, բաց ասում ենք դրա մասին, կառավարության մոդելը հետևյալն է։ Մարդկանց մոտ տպավորություն է, որ սա կոռուպցիա չի։ Ցածր օղակներում ինչ որ բաներ։ Բաց հրապարակային ասում ենք, հա ես եմ արել, ու մարդկանց կթվա, թե դա կոռուպցիա չի կամ իրավախախտում չի։ Այն օրը նորություններով եկա, որ ֆինանսների նախարարի հետ կապված ավարույթ հարուցվել, քաղաքապետարանում վարույթները հարուցվում, փակվում, ինչ որ զարգանում են, ընդ որում պարզ չի ոնց ում նկատմամբ ինչ է, մենք պարբերաբար տեսնում ենք ինչ որ մարդկանց նկատմամբ գործերը հարուցվում, այդ թվում կառավարության հետ կապված, հետո ասում են, վայ, չհարուցվեց, փակվեց, ոչ մեկ չի կարողանում հասկանալ, դա հիմքը կար, հիմքը չկար, ասենք, հա նույն բանի
ՏՏ ընկերության հետ, էկոնոմիկայի նախարարության հետ ազնագազմի հետ կապված, հա։ Մենք տեսնում ենք իր տեղակալի բանի Սիներգի Աշոտ Հովհաննիսյանի մնացածի, ասենք, մենք տեսնում ենք գործընթացներ, ընդ որում պարզ չի, թափանցիկ չի։ Բայց տեսեք, չենք տեսնում նեղություն գործընթաց անիֆի հետ կապված, որտեղ միլիոնների, միլիարդների չարաշահում է ու չկա մեղադրյալ։ Նայեք, իմ ասած գործընթացի շարունակությունը, իմ ասած գործընթացում մենք չենք տեսնում նույնիսկ այդ մասկի շոուն, ինչ-որ մի հատ հաղորդագրություն գնաց, մի թեթև գործ գնաց, ավարտեցինք։ Հիմա մենք տեսնում ենք ֆինանսների նախարարի մասով մի հատ հաղորդագրություն, որ գործ է, հետո մենք տեսնում ենք հաղորդագրություն ֆինանսների նախարարը Facebook-ում ինչ-որ եկեղեցու դեմ բան է գրում, բայց չեմ բացառում, որ հիմա կարճվի։ Խնդիրը, նայեք ինչն է, ամենամեծ խնդիրը, որ պետական համակարգը, իրավական համակարգը եւ ամերաշխությունը լավ չի ընկալվում։ Ինչի է պետք ամերաշխությունը, ինչի է պետք լայնախոհությունը, ինչի է անհրաժեշտ, որպեսզի ունենանք բազմակարծություն, ինչի է պետք իշխանափոխության հնարավորություն դրսևորելը, որպեսզի այդ իշխանափոխությունը չլինի բռնի եւ արյունալի։ Մենք տեսնում ենք ինչա տեղի ունենում, հա, ասենք օրինակ Կադաֆի հետ ինչ եղավ, մենք տեսնում ենք ինչա տեղի ունենում, ենթադրենք ինչ որ երկար պահում են Իրաքում ինչա տեղի ունենում, մենք տեսնում ենք ինչ տեղի ունեցավ տարբեր երկրներում, որտեղ նույն Ուկրաինան հիմա ինչ վիճակում է կամ պարբերաբար ինչ փուլերով է անցել, նույն Վրաստանում ինչ ա եղել, մեր մոտ հիմա ինչ զարգացումներ է, երբ որ իշխանափոխության հնարավորությունները սահմանափակ չեն եւ համեմատաբար խաղաղ ընտրություններ կլինի, թե քաղաքացիական ակտիվություն կլինի, շրջանակներում հնարավոր չի ապահովել իշխանափոխություն եւ իշխանափոխությունից անկախ կամ իշխանություն ունենալուց անկախ իրավական համակարգի աշխատանքը չի ապահովում, առաջանալու է մի վիճակ, որ լարվածությունը հասնելու է այն կետին, որտեղ ցանկացած իշխանություն աշխարհում գոյություն չունի իշխանություն, որ չի փոխվում։ Դա կարող է լինի առաջնորդի մահից հետո, ասենք 70 տարի հետո, բայց չկա գոյություն չունի իշխանություն, որը չի փոխվելու։ Օրինակներով կարանք բազմաթիվ բերենք։ Որոշ երկրներում դա լինում է պայմանական ավելի սեղմ ժամկետում ընտրությունների արդյունքում։ Ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում 10 տարի, 12 տարի, 16 տարի կարող է ինչ-որ մի կուսակցություն երկար մնա իշխանության։ Եվրոպական երկրներում, Գերմանիայում Անգելա Մերկելի իշխանությունը բավականին երկար ա եղել իրենց կուսակցական խմբի կուսակցության։ Շատ երկար, բայց պարբերաբար տեղերում մնացած կուսակցությունները ինչ որ առաջնորդներ են ունեցել եւ մնացած կուսակցությունները ունեցել են ազդեցություն, տես չի որ ազդեցություն չեն ունեցել ու անդադ հետապնդվել են։ Ճապոնիայում շատ երկար գործող իշխանությունները կոնկրետ մի կուսակցությունից էր մինչեւ 10 տարի առաջ, 40 տարուց ավել։ Բայց խորհրդային միությունը, որը տենց ոնց որ չքայքայվող 70 տարի հետո վերացավ։ Եվ հետեւաբար այդ իշխանափոխությունից հետո ինչ է տեղի ունենալու իրավական համակարգը, ոստիկանական համակարգի էս կապիկության բացակայությունը, եթե չլինի դա նրա համար է, որ իշխանափոխությունից հետո նոր բոլոր մարդիկ բան լինեն, հա, ապահովված լինեն։ Չեմ ասում այս ընթացքում դա շատ կարևոր է, այսինքն ես դուք մնացած քաղաքացիները իմանանք, որ պետությունը իրավունք չունի միջամտի։ Երբ որ պետության բարձրաստիճան պաշտոնյան տենց բանա գրում Facebook-ում, ուղղակի իր նկատմամբ քրեական գործը հարուցվելու կամ կարգապահական գործ կամ ազգային ժողովը կանչելու, ականջները ձգի եւ փողոց չկա։ Խոսում, բայց մենք լրիվ հակառակ իրականություն։ Եվ ախր խնդիրը հետ են գալիս։ Ազգային ժողովի падգամավորները պետքա պատկերացնեն, որ երբ որ թողնում են ու պարտակում են նման վարվելակերպ, երբ որ թողնում են, որ սա տեղի ունենա, ոստիկանները, որ թողնում են, որ սա տեղի ունենա, դատախազությունը, որ թողնում է, որ սա տեղի ունենա, սա շատ մեծ ռիսկ է բովանդակում ապագայում իշխանափոխությունից հետո։ Այսինքն սա նշանակում է, հենց որ իշխանափոխություն եղավ, օրինակ գլխավոր դատախազը հաջորդ օրը ինչ որ եղանակով պաշտոնան կալինելու, կալանավորվելու է, ընդ որում Աստված մի արածի, ասենք սկսելու են կտանքներ կիրառել, որովհետև այս ինչ որ հիմա տեղի է ունենում թքած ունեմ իրավական համակարգի վրա գործընթաց։ Ընդ որում չեմ ասում, չգիտեմ էլ որտեղից է գալու, երբ որ մենք ունենք 4000, 5000 զոհի բարեկամներ, ովքեր չեն կարողանում պարզ պատասխաններ ստանալ իրենց հարցերից, չեն կարողանում որոշակի ողջամիտ ապրումակցում ստանալ։ Այդ պատասխանները կարող է չունի պետությունը, բայց չեն էլ տեսնում փորձ այդ ուղղությամբ աշխատանք տանելու։ Եվ հետեւաբար այս համակարգի լարվածության մեծացումը, որ փորձենք էլի ջարդենք, ինստիտուտները վերացնում է, իսկ ինստիտուտների բացակայությունը բերում է նրան, ով որ իշխանություն ունի, կարողանում անի այն ամենը, ինչ որ ուզում է մնացածի հանդեպ։ Իսկ այդ ցանկությունները կարող են լինել անսահման։ Երբ այս մասին խոսում ենք, տեսակետ է հնչում, որ Նիկոլ Փաշինյանը դա հատուկ է անում, որ ապագայում
իրեն դատող չլինի, որովհետև ինքը գիտակցում է, թե ինչ հանցագործություններ է գործել Արցախի հանձնում եւ այլն չթվարկեն։ Ես դրա մասին եմ ասում, էլի, բայց պետք է ինքը ցանկանա, որ իրեն դատող լինի։ Որովհետև եթե չէ, պետք է ինքը ցանկանա, որ իրեն դատող լինի, այլ ոչ թե իր նկատմամբ ինքնիրավչություն իրականացնող։ Այս սա շատ կարևոր է։ Պետք է բոլորի ցանկությունը լինի, որ իրենց դատող լինի, այլ ոչ թե դատող չլինի։ Երբ որ դատող չի լինում, սկսում է վրեժը։ Դատելը հենց այն գործիքն է, եթե մարդը որը բացառում է վրեժը։ Պարոն Օրբելյան, տպավորություն չունեք, որ Նիկոլ Փաշինյանը այս գրոհով, մայրաթորի դեմ այս հանձնարարություններով եւ այս պատերազմով եկեղեցու դեմ հատուկ միտումնավոր փորձ է անում հրահրել ներքին լարվածություն, փորձ է անում իրավիճակը տանել բախումնային սցենարով։ Դե նայեք, երկար փորձում էր մայրաթորի հետ արճակատման գնալ, մայրաթորը մնալով իր բարձր դիրքում չէր մտնում ուղղակի պոլեմիկայի մեջ, որից հետո ինչ որ մի պահից ակնհայտ վիրավորական ձևակերպումներով, ավազանի անվանումը անվանելով անընդհատ, փորձելով sense ինչ որ սրամտության մակարդակի բարձրացնել, էթիկայի հնարավոր բոլոր սահմանները անցնելով, փորձում է ինչ որ գործընթաց։ Նորից հիմա այս գործընթացի արդյունքում մենք տեսնում ենք երկու քրեական գործ, երկու սրբազանների մասով։ Սրբազանների մասով քրեական գործերը ֆանտաստիկայի ֆանտաստիկ գրականության ժանրից են։ Ես մի քանի դրվագ բերեցի մեկի մասով, հայ այս մյուսն ինչ որ կարդում են կոչ է արել ինչ որ իշխանազավթման թե ինչի։ Նորից իշխանազավթման կոչը, այսինքն մենք նույն տեսնում ենք Սամվել Կարապետյանի դեպքում։ Ասում է կոչ արել, այսինքն տեքստը փորձել եմ կարդամ։ Տվել եմ մի քանի լեզվաբան ու լրագրող գործընկերներից, ասել եմ ինձ այս նախադասության մեջ խնդրում եմ գտեք այն բայը, որը կոչ է։ Այսինքն ինչ որ բայ, որը կարելի է որակել որպես կոչ, էլի չեմ ասում լավն է, վատն է, ինչ է նկատի ունեցել, ուղղակի կոչ, խաղաղագործողության կոչ, բռնի գործողության կոչ, որևէ կոչ։ Դա ասում են չկա այս նախադասությունների մեջ կոչ։ Կոչը դա տենց բան չի էլի ինձ։ Տեսեք, Սամվել Կարապետյանի դեպքում Փաշինյանին սարսափեցրել էր մեր ձևով հարցեր լուծելու ձևակերպումը։ Խնդիրը հենց այդ է, մեր ձևով հարցերը լուծելու ձևակերպումը։ Չէ, ախր սխալ ուղղությամբ եք գնում։ Մեր ձևով հարցերը լուծենք, ոնց ուզում ա լինի։ Օրինական, ապօրինի, բռնությամբ, խաղ եղանակով, կուսակցական գործընթացով, իմպիչմենտով։ Մենք մեր հարցերը կլուծենք մեր ձևով։ Այս նախադասության մեջ կոչը որտեղ է։ Իշխան, կոչ են կանում բռնի գործողություններ։ Ուր է կոչ։ Այս նախադասություն։ Չի ասում, չէ գնացեք ձեր ձևով լուծեք։ Ասում եմ մենք մեր ձևով կլուծենք։ Ընդ որում վերադառնում եմ, այո, մեր ձևով կլուծենք, պարզաբանեցին, որ խոսքը գնում էր քաղաքական իրավական գործընթացների մասին, բայց կրկնում եմ, դա չեմ նույնիսկ քննարկում, որ մեկ ասում, այ քեզ մեղադրում ենք նրա մեջ, որ իշխանություն զավթելու կոչ ես արել, լավ։ Հիմա ուր է կոչը նախադասության մեջ։ Նախադասության մեջ կոչը կլիներ, եթե մենք ասենք բոլորը վերցրեք ձեր տան եղած ձողերը եւ գամերը եւ գնացեք գրավեք կառավարության շենքը, որովհետեւ այդ դա կասենք կոչ է, հիմա կգնացեք։ Փաշինյանը պատերազմից հետո հիշում եք։ Այո, այդ դա կոչ է, այդ դա մարդու դատաստան տեսնելու կոչ է։ Ինքնադատաստան տեսնելու։ Այ հիմա դա հանցագործություն էր, բայց այն ժամանակ չէին տեսնում։ Հիմա նորից դրա համար եմ ասում, մենք իրականում իրավապահ համակարգը եթե չի աշխատում այնպես ինչպես պետք է աշխատի եւ չի իրականացնում իր ֆիլտրի գործառույթը, որը լուծում է այս հակասությունները, դատարաններն ու ոստիկանական եւ քննչական։ Այստեղ խնդիրը նրանում է, որ մենք պիտի ելնենք մի ելակետից։ Հայաստանում բոլոր համակարգերը դատաիրավական գործում են այդ մեկ անձի հրահանգով, այսօր նրանք պարզապես վերացված են գործիքի, այսինքն մեր իրականությունը սա է։ Համաձայն չեմ։ Բայց մենք դրա դրսևորումը գետնի վրա տեսնում ենք։ Մենք միշտ ունեցել ենք, ախր որ անկախության լրջագույն խնդիրներ կա, դրա մասով ես որևէ չեմ կարող չհամաձայնվել, որ դատական համակարգի խորը կրիզիսի խնդիրներ ունենք, դրա մասով չեմ կարող չհամաձայնվել։ Պետք է համաձայնվեմ, այսինքն չեմ կարող ասել չէ։ Բայց մեկը որ մենք ունենք դատավորներ, մենք ունենք անհատների մասին։ Չէ, անհատների մասին չեմ ասում, ավելի գլոբալ։ Հիմա կարող ենք ասենք դե ամեն ինչ փակված է, բերեք ամեն ինչ, թողնենք վեր գնանք գնանք այս երկրից։ Այդպես չի։ Ունենք դատավորներ, ունենք ոստիկաններ, ունենք քննչական մարմիններ, ունենք դատախազություն։ Երբ որ մենք ասում ենք ամեն ինչ գործում է մի հոգու որոշումով, մենք այս մարդկանց վրայից պատասխանատվությունը ավտոմատ վերցնում ենք։ Ասում ենք, դուք պատասխանատու չեք, դուք գնացեք ինչ որոշում ուզում եք կայացնեք, որտեղ մեկը որ մենք ձեզնից որոշում չենք ակնկալում, մեկը որ այն մի հոգին որոշել է։
Այս մարդու վրայից դուք հանում եք պատասխանատվություններ, ասում եք ունեք սխալ համակարգ, այս սխալ համակարգում այս մարդը ինչ կարող անի, ոչ մի բան չի կարող անել, որովհետև ինքը ոչ մի բան չի որոշում, որոշումը մեկավորեն մի հոգին, այդպես չի։ Ամեն մի դատական ակտ որոշում այն դատավորը, ով որ դա կայացրել է։ Իր պատասխանատվությունը։ Ինքն է որոշումը ընդունել, ով է իրան հուշել, ով է իրան ճնշել, ով է իրան վախեցրել, կապ չունի, ինքն է որոշումը կայացրել։ Ամեն մի ոստիկանական ծառայող սպա, ով որ իրականացնում է ոստիկանական գործողություն, մարդուն պարկասնում է գետնին եւ նկարում է այդ ամբողջը, որպեսզի մի հոգուն ինչ որ տենց հոգին փառավորվի հանգստանա, ինքն է իրականացնում այդ գործողությունը։ Դա մի հոգին չի որոշել, այն մյուսը չի, ինքն է իրականացնում, դա ոստիկանապետը չի, դա ներքին գործերի նախարարը չի, դա կառավարության անդամները չեն, ինքն է։ Ամեն մի դատախազ, ով որ ասում է ինձ ես են տվել, ես սրա վրա եկել եմ, ես եմ կարդում, ինքն է իրականացնում այդ ապօրինությունը։ Հակառակ դեպքում մեր ցանկացած հակառակ պնդում ասում է հետեւյալի մասին. Դե Ժորժ ջան, դուք ապրեք ինչ որ մի կերպ դուք յոլա գնացեք, որովհետև դուք ոչ մի բան չեք որոշում, մենք էլ դա հասկանում ենք։ Չէ, ես դա չեմ հասկանում։ Չէ, հասկանալու մասին չի խոսքը։ Ես հիմա հասկացա դուք ուր եք տանում, ու այսինքն պատասխանատվության խնդիրն է առաջ գալիս, Այո, յուրաքանչյուր ոք զբաղեցնելով իր տեղը ունի դատավորը դատավոր, դատախազը դատախազ ունի իր պատասխանատվության ծավալը այս ամբողջ գործընթացում որտեղ է Հայաստանը եւ ուր է գնում Հայաստանը։ Այդ բոլոր մարմինները, ովքեր տենց արագ օրենքի նախագծեր են գրում հեծի ազգայնացման հետ կապված, իրենք զավթում են մասնավոր սեփականությունը պետքա պատկերացնեն։ Այն բոլոր մարդիկ, ովքեր գնում մասնակցում են խորհրդի նիստերին, անիֆի շրջանակներում կլինի թե պետության կողմից յուրացված այդ Վիվայի Զանգեզուրի պղնձամոլորինային կոմբինատի, Ամուլսարի եւ մնացած մարմիններում իրենք զբաղված են ապօրինի ձեռբերված գույքերի պետության կողմից կառավարմամբ եւ իրենք այո ունեն մասնակցություն այս գործընթացին։ Հիմա բնորոշ քննարկում գնաց որ ոստիկաններին պետքա պարգևատրել։ Այո։ Հիմա այդ 30 արծաթները որ ստանում են պետքա իմանան, որ այդ 30 արծաթները ստացել են կոնկրետ ապօրինի գործողությունների համար։ Այստեղ էս հիմա ոչ թե փորձում են բան, վերամբարձ տենց ջուր խարատական խոսքեր տալ։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք ռեալ պատկերացնենք ինչի մասին է խոսքը։ Երբ որ ես գիտեմ, ես իրավապահ համակարգում եմ, իրականացնում եմ իրավապահ գործունեություն, եւ կարող է մարդկանց դուր չի գալիս իմ իրավապահ գործունեությունը, բայց ես ինքս համոզված եմ, որ իրավաչափ գործունեություն եմ իրականացնում, ամբողջությամբ ստուգել եմ, այսինքն հանցագործ եմ բռնում, հանցագործները բանա մաֆիա է, վախենում եմ, կարող է գան ինձ սպանեն, բայց ասում եմ, չէ, ես պետք է իրականացնեմ, դա դրական լույսի ներքո է դիտվում։ Բայց երբ որ ես գիտեմ, որ գործ չկա, այսինքն երբ որ քաղաքացիական նախաձեռնություն է ձևավորվում, որի նպատակն է հասնել իշխանափոխության ոչ բռնի խաղաղ միջոցներով, անհնազանդության միջոցներով խաղաղ, այսինքն կա տասնյակից ավել գրքեր, որտեղ մեթոդներ է նկարագրված։ Եվ որոնք կիրառվել են նաև 18 թվականին։ Եվ այդ գրքերից ոչ մեկը չի ճանաչվել որպես էքստրեմիստական, տերորիստական, արգելված։ Գրք է գնացեք խանութից առեք գրեք։ Երբ որ մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում մասսայական գաղտնալսումներ քաղաքացիական նախաձեռնությունների եւ քաղաքական օպոնենտների, ուզում եմ բոլորը պատկերացնեն, հա, որ բոլոր կուսակցությունները թող պատկերացնեն, որ իրենց գաղտնալսում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ որ Ամերիկայի նախագահը որոշեց հատուկ ծառայություններին օգտագործել Նիքսոնը հակառակորդ կուսակցության բան կոնգրեսը գաղտնալսելու համար, դրանից հետո իմպիչմենտի ենթարկվեց եւ քրեական պատասխանատվությունից մի կերպ ազատվեց։ Քրեական պատասխանատվությունից ազատվեց բացառապես հաջորդ նախագահի կողմից տրված ներման շնորհիվ։ Սա ֆունդամենտալ է, այսինքն ԱԱԾ-ն չի կարող կամ ԱԱԾ-ն կամ որևէ այլ մարմինը չի կարող ու չպետք է վերածվի քաղաքական օպոնենտներին գաղտնալսել։ Հիմա մենք ինչ ենք տեսնում։ Սրբազան շարժման մասնակիցներին գաղտնալսել են։ Ինչի, որովհետև իրենք ցանկացել են իշխանափոխություն անել։ Այո, իրենք ցանկացել են իշխանափոխություն անել։ Բայց իշխանափոխություն, ընդ որում հենց այդ նույն ձայնագրություններում անում, իմպիչմենտի միջոցով այդտեղ միտեղ ֆիքսված, ոչ բռնի, խաղաղ անհնազանդության գործողությունների միջոցով։ Ընդ որում 18-ին իրենք են արել այդ կարևոր արգումենտ է, բայց մենակ դա չի, այսինքն ամբողջ աշխարհում դա ընդունված մեթոդոլոգիա է։ Այ երբ որ դրա մեջ կլինի բռնություն, բռնության էլեմենտներ, պետք է դրա ժամանակ քննարկման առարկա դառնա։ Եվ ոստիկանությունը իրականում ունի պարտականություն խաղաղ ցույցերի խաղաղ երթը ապահովել, եւ եթե այդ ժամանակ կլինեն որոշակի տարեր, որոնք կարող է եւ փորձում են խաթարել, այ իրենք պետք է ոնց որ դուրս անվեն եւ ապահովեն խաղաղությունը։ Հիշատակեցիք զրույցի ընթացքում մի անգամ պիտի երևի հետ գնանք 2008 եւ հիշենք Նիկոլ Փաշինյանի։ Խնդիրը հետեւյալն է. 2008-ին
եղել է գործընթացներ 2008-ի առավոտյան գործընթացները միջև ոչ մեկ չի խոսում դրանից, ասեն ոնց որ բռնի ճիշտ է սխալ է, ասեն առավոտն է խնդրահարույց կտորը, գալիս ենք երկրորդ կեսում այդ պոտենցիալ կոնֆլիկտը մարելու վրա է, եւ մենք տեսնում ենք, որ այդ կոնֆլիկտը միանգամից թեժացվում է։ Ընդհանուր միջև հրազեն է օգտագործում ցուցարարների կողմից, ընդհանուր միջև կոչեր են արվում ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառվել եւ այլն։ Սա մենք տեսնում ենք, հա, բայց ինչ որ տարօրինակ կերպով միեդում կարծիք չենք հայտնում, միեդը որոշում է ընդունում, վճռաբեկ դատարանը շատ արագ որոշում է կայացնում, որ պետք է մեղադրական եզրաբանը այդ ակտը հա ոնց որ խոսքի ազատությունն է սահմանափակում, ինչը արդարացնենք։ Նորից իրավական համակարգի ֆունդամենտալ խնդիրը ապահովել իրավական պատասխանատվությունը, որպեսզի մենք չունենանք ոչ իրավական պատասխանատվություն, որպեսզի չլինի վենդետաներ, որպեսզի չլինի բռնություններ, որպեսզի, այսինքն, եթե մենք Նեմեսիսից ենք, չէ՞ խոսում, ասենք, եթե Նեմեսիսից առաջ կայացված վճիռները արդարացի լինեին։ Չէ, արդարացին, ի կատարածվեին, այսինքն Թալերտը պատժվեր Թուրքիայում, ոչ թե փախներ։ Էնվերը պատժվեր Թուրքիայում, այլ ոչ թե փախներ։ Հիմա ոնց է փախել, ինչ։ Այդ ժամանակ Նեմեսիսի անկարիք էլ չէր առաջանա։ Պետք չէր լինի, որ մեկը գնար գտներ, խփեր, գնդակահարեր եւ այլն։ Սա ընդ որում այդ դեպքում, երբ որ սկզբում պետությունը կար, հետո չկար, որտեղ իրագործվելու պահին հայկական պետականությունը կրկին չկար։ Այսինքն հիմա նույն մենք նմանատիպ իրավիճակի առաջ ենք։ Մենք ունենք ֆունդամենտալ խնդիր։ Մեզ պետք է որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իրականում տեղի ունենա իշխանափոխություն։ Սա ֆունդամենտալ կարևոր է։ Իշխանափոխության համար շատ կարևոր է, բայց ոչ թե որ abstract իշխանափոխություն, այլ նոր իշխանությունները պետք է որը կձևավորվի, ով կձևավորվի, պետք է լինի այն իշխանությունը, որը կկարողանա ապահովի անցումը։ Անցումը ոչ թե նոր ընտրությունների մասին է խոսքը, այլ անցումային արդարադատության գործիքները, որը հրաժարվեց այս իշխանությունը իրականացնել 18 թվականին, որովհետև իր համար ավելի ցանկալի էր սեփականության զավթում, սեփականազրկում, մարդկանց կալանավորել, անձնական ամբիցիաների իրականացում, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության զարգացում։ Իրականում հիմա պետք է գա նոր իշխանություն, որը պետք է ապահովի դա կարող լինի հները, դա կարող լինի լրիվ նոր, այդ մի քիչ շատ բան դաշտ ենք մտնելու, պոլեմիկայի դաշտ ենք մտնելու, որովհետև ցանկացած նոր ինչ որ կապ ունենալու ինչ որ հնի հետ, եթե հները կան, այդ հները նույն հները չեն, որովհետև անցել է ժամանակը, չեմ ուզում այս դաշտ մտնեմ։ Բայց պետք է անցնենք այդ անցումային արդարադատության անցումային փուլ։ Անցումային փուլը կարող տևի 2 տարի, կարող տևի մի տարի, կարող տևի 5 տարի, բայց այս փուլը անցել են Իսպանիայում, անցել են Լատինական Ամերիկայում, անցել են Հարավսլավիայի շատ երկրներում, մի մասի մոտ լավ է անցել, մի մասի մոտ լավ չի անցել, անցել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Պետք է բերենք, ոնց ասեմ, հասարակության հաշտեցման։ Քանի դեռ հայ հասարակությունը չի հաշտեցվել, լուծումները չեն գտել, չենք պարզաբանել, այդ ոնց եղավ, որ ձեր եւ մեր վճարած հարկերով ինչ որ ֆեյքեր, ինչ որ ստատուսներ են գրում, ով է ֆինանսավորում, ինչ process-ներ է տեղի ունենում։ Այս ամբողջ ներկապանակը պետքա թափանցիկ դառնա, բայց դա չի նշանակում, որ բոլորը պետքա իրավական քրեադատավարական պատասխանատվության ենթարկեն քրեական։ Սա կարող է լինել սահմանափակ պատասխանատվության գործիքներ, լյուստրացիաներ, թափանցիկ քաղաքական գնահատականի տրամադրում, բայց այս process-ը պետքա տեղի ունենա, պետքա հաշվետվողականությունը մեծանա, պետքա պետական բյուջե մսխումները 7-8 միլիարդ, հիմա թվերը սխալ չասեմ, այսինքն պարզ կա ավելացվել, դրա դիմաց ենթակառուցվածք չկա, համարժեք ենթակառուցվածք չկա, այսինքն այդ գումարներով պետք է մի քանի անգամ հյուսիս-հարավ ամբողջությամբ կառուցված լիներ, չկա, այդ որ ասում ենք ասֆալտ, այդքանի ասֆալտ էլ չկա, այսինքն սա խնդիրը այն չի, որ այդ էլ իր հերթին, այսինքն հետևաբար այս ամբողջը հաշվի առնելով, այս ամբողջ process-ները հաշվի առնելով նորից վերադառնում ենք մենք կամ կայունանալու ենք այն դեպքում, երբ որ մենք հասկանանք, որ սահմանադրական մեր արժեքները պետք է պաշտպանենք, եւ սահմանադրական արժեքները պաշտպանելը դա չի նշանակում ռուսների դեմ կամ կողմ լինել, դա չի նշանակում ամերիկացիներին կողմ կամ դեմ լինել, դա նշանակում է մարդու իրավունքները ընկալել եւ պաշտպանել արդար դատարանը, ընկալել եւ պաշտպանել սեփականությունը, ընկալել եւ պաշտպանել անձնական ազատությունը, բացառել քաղաքականացված կամ ինչ որ քրեադատավարական գործընթացներ դատախազը պետք է փորձի հասկանա, որ ինքը գլխավոր դատախազը ոչ թե վարչապետը պաշտոն զբաղեցնող անձի օգնական, որը օգնական է եղել եւ տեքստեր է գրել խմբագրել։ Իհարկե լսում է, եւ օգնական եղած ժամանակ էլ կատարել է հանցագործություն։ Ինքը պետք է հասկանա, որ ինքը իրավունք չունի ոչ համալսարանում դաստա, ոչ իրավաբանությամբ զբաղվի, որովհետեւ իրավաբանությամբ զբաղվելու կենտրոնական կետերից մեկը իրավաբանական էթիկան է։ Մարդը, ով որ գիտի եւ ներգրավել է եւ փոխել է տեքստերը
քննչական մարմնում ստացել է բանկային գաղտնիքին քաղաքական օպոնենտի բանկային գաղտնիքին հասանելիություն, ինքը պետք է իմանա, որ ինքը իրավաբանությամբ զբաղվելու իրավունք չունի։ Դա չի նշանակում, որ ինքը պետք է ազատազրկվի։ Կարող է պետք է, կարող է չէ, պետք է նայել գնահատել ամեն դեպքում, բայց դա նշանակում է, որ ինքը ոչ թե չպետք է գնա ուսանողներին սովորացնի ինչքան կարևոր է, ինչ կարևոր է դասավանդու իրավագիտությունը եւ փորձի իրավագիտություն։ Դե իրավագիտություն սովորացնելու առաջին կենտրոնական կետերից մեկը նաև իրավաբանական էթիկան է։ Պարոն Օրբելյան, շնորհակալ եմ, եթե ամփոփիչ խոսք ունեք կոնկրետ օրվա իրադարձությունների հետ կապված, ասեք եւ ամփոփիչ խոսքս վերաբերվում է հետեւյալին, որ մենք բոլորս, ես ինքս ինձ վրայից սկսած, պետք է ռեալ փորձենք կատարենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի սահմանադրական մեր արժեքները պաշտպանվեն, լինենք մեր հայ առաքելական եկեղեցու կողք, նաև այլ անդամներ կարող լինեն, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, ընդհանրենք իսկ սա աղավներից կամ այլ եկեղեցի այլ կրոնական հավատ ունեն, պայմանական, ոչ միայն քրիստոնեական, իրենք էլ պետք է լինեն հայ առաքելական եկեղեցու մոտ, ոչ թե նրա համար, որ հայ առաքելական եկեղեցուն պետք է պաշտպանենք որպես ազգային կառույց, այլ միջամտությունը հաջորդը բերելու է շատ ավելի փոքր կառույցներին, որոնք շատ ավելի թույլ կարող է լինեն ավելի խորը միջամտության։ Դա կրկնում եմ, վերաբերվում է կրոնականից, ավարտվում ենք մինչև սովորական բիզնեսով։ Գործարարները պետք է չվախենան լինեն քաղաքականացված եւ ակտիվ զբաղվեն քաղաքականությամբ։ Սա նույնը չի, կրկնում եմ, ինչ որ կուսակցականացումը։ Պետք է ունենան ակտիվ քաղաքական դիրքորոշում, պետք է արտահայտեն դիրքորոշում, որ այո, միջամտությունը մասնավոր բիզնեսին անթույլատրելի է։ Այս նմանատիպ մոտեցումներն է, ես չեմ լսում դեռևս տարբեր բիզնես միավորումների, տարբեր բիզնես ասոցիացիաների կտրուկ հայտարարություններ է հասցրել։ Եղել, շնորհակալ եմ պարոն Օրբելյան զրույցի եւ վերլուծության համար, հարցազրույցին սպասեք երկուշաբթի։